Ինչ վերաբերում է այդ քննադատությանը տարբեր ուրեմն մարզերում եւ եկեղեցիներում վարչապետի մասնակցությունը, ապա այստեղ մենք ունենք մի հետաքրքիր իրավիճակ, երբ որ վարչապետը անում է մի բան, որը պետքա այս 26 տարիների ընթացքում Գարեգին երկրորդը աներ, այսինքն ինքը պետք է հիշեր, որ ունի տարբեր մարզերում թեմեր եւ պետքա այցելեր այդ թեմեր, գոնե տարին 1-2 անգամ այդ թեմերի որևէ եկեղեցում պատարակներ անձամբ ուրեմն տար եւ իր հավատավոր հոտին հավաքեր իր շուրջը, պահեր այդ հավատը, մեծացներ այդ հավատը, բայց իրականության մեջ մենք տեսնում ենք, որ ինքը շրջապատված է այսպես հարուստ մարդկանցով, օլիգարխներով, նախկին մեծահարուստ էլի պաշտոնյաներով եւ իր այսպես շատ գեղեցիկ կառուցված այդ կեցավայրերից ինքը ըստ էության դուրս չի գալիս եւ փաստացի Հայաստանի վարչապետը կարծեք թե մի տեսակ իր կամքից անկախ կամ ցանկանալով իր վրա է վերցրել նաև կաթողիկոսի ֆունկցիաները, ով պետք է շրջեր մարզերով, ուրեմն իրականացնել հոգևոր արարողություններ եւ դրանով հասարակությանը ժողովրդին հաղորդ դարձնել հոգևոր կյանքին։ Դրա փոխարեն իրենք այսպես նստած իրենց կաբինետներում մեղադրանքներ են հնչեցնում